Գողջունեմ ձեզ բոլորդ մեր բատվական փրկչին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Բարի եկած սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ինչ մեծ ուրախություն է, չէ՞։ Դերոջը դան մեջ լալ։ Երբ մանավանդ Տերը ինք մեր մեջն է, եւ մենք զինք երգրբակենք, կբաշտենք, կփարապանենք, փարքլա։ Հիանալի բաշտամունք մադուցիկ բոլորը դալ դեր չադորտն է, բոլոր մասնակցողները, բոլոր երջախումբը, առաջնորդողը, նվակը, թուք սիրելի քույրեր եղբայրներ հիանալի էր, փարքլա դերը շադորտն է բոլորդ, փարք իրեն, հալելույա։ Մինչ խոսքին արջևն ենք, եկեք բادرացնենք մեր անձերը։ Քիչ առաջ մենք երկեցինք, մենք խոսեցանք Տերոջը, հիմա ժամն է, որ ինքը խոսի մեզի։ Խոսիր ով Տեր։ Քու խոսքը Տեր գենթանի է եւ զորեղ։ Քու խոսքը կթափանցե մինչև մեր խորքերը։ Մեր մեջ գտնվող ամեն անհաջող վիճակ կհայտնե։ Խապկանքները Դեր լույսի գահանե կորձե ով դեր մեր մեջը խոսքիդ միջոցով որբեսի խոսքդ լսող եւ գադարող ծառաներ եւ ախիներ լանք օրհնի յուրաքանչյուրս որ հոսե դեր ահա մենք պատրաստ ենք լսելու քեզ ով դեր շնորհակալ եմ քեզ Հիսուսի անունով Ամեն, ամեն սիրելի քույրեր եղբայրներ, փառք իր սուրբ անվանը, հալելույա։ Գիտեք, մենք այս տարի հատուկ դեսիլքիմը ուղղությամբ է որ մեր պատգամները եւ մեր քարոզները գուղենք։ Գիտեք, դեսագավոր քարոզներ լսել լավ է։ Ես երբեք հագարակ չեմ։ Այսպես դարբեր նյութեր, որոնց մեջ դարբեր բաներ գսորվինք, գործնվինք։ Բայց երբ Դերը դեսիք տված է եւ մենք այդ դեսիլքին հիման վրա գալենք լավ է որ բոլոր նյութերը գախյալը լանանք է բոլոր այլ նյութերը շատ կարեւոր են բայց դերը սրդիս վրա գտնե այս ընթացքը այս տարվա մեր դեսիլքը մեմ եւս ցեզ հարցնեմ ինչ էր լսել լսողության դարի երբ մենք լսելու պատրաստ ենք Աստված երեկվնե խոսելու պատրաստ է որտեղ Աստված միշտ խոսող է եւ գուզե որ մենք լսենք գուզեմ ցեզի գարտալ Ավետարանս Մատթեոսի 4-րդ գլխուն առաջին համարեն հատվածը Ավետարանս Մատթեոս 4-րդ գլխուն առաջին համարեն սկսյալ անուն հոր եւ որդվո եւ օգին սրբ ամեն Այն ադեն Հիսուս անաբադը դարվեցավ Սուրբ Հոգիեն, որբեսի սատանային փորձվի։ 40 ցորեկ ու 40 գիշեր ձոմբահել են ետքը անոտեցավ։ Փորձողը անոր մոդենալով ըսավ. Եթե թուն Աստծո որդին ես, ըսե որ այս քարերը հացլան։ Անիկա պատասխան տվավ ու ըսավ. Քրված է թե ոչ միայն հացով գաբրի մարդ Հաբա այն ամեն խոսքով, որ Աստծո փերնեն գելլե։ Այն ադեն սատանան արավ դարավ Սանիգա սուրբ քաղաքը եւ գայնեցուց Սանիգա դաջարին աշտարագին վրա ու ըսավ անոր։ Եթե դու Աստծո որդին ես, քեզ ասկե վարձկե, վասնզի քրված է թե իր հրեշտակներուն պիտի աբսպրե քեզի համար որ ցերկերնուն վրա վերցնեն քեզ որբեսի չլա թե ոտքդ քարի զարնես Հիսուսը սավանոր Թարսիալ քրված է թե քու դեր Աստվածդ չփորձես Սատանան նորեն արավ հանեց Սանիգա խիստ բարձր լերանմը վրա եւ ցուցուց անոր աշխարի բոլոր թակավորությունները ու անոնց փառքը ու սավանոր Ասոնք ամենը քեզի պիտի դամ, եթե ինաս ինձի երգրբակությունն ես։ Այն ադեն Հիսուսը սավանոր։ Եդիս կնա սատանա։ Վասնզի քրված է թե քու դեր Աստծույթ երգրբակությունն ես
ու միայն զանիգա բաշտես։ Այն ադեն սադանան զանիգա թողուց եւ երեշտակներ եկան ու անոր սպասավորություն գնային։ Դեր օրներ խոսքը հրամեցեք սիրելիներ։ Հալելույա, հալելույա։ Աստված կխոսի, երբ մենք պատրաստ ենք լսելու։ Եվ Աստված միշտ խոսող է, երբ տուն ժամանակ կուտաս իրեն լսելու։ Գիտեք, այս մոդավորապես 8-10 շաբաթ այս նույնին վրա որ կենտրոնացած ենք, դերևս այսպես մտածենք եւ խորինք, թե արդյոք Աստված կխոսի եւ մենք կլսենք, արդյոք կա նաեւ այլ ցայն եւ ցայներ, որոնք կրնան խոսիլ մեզի։ Ինչ կվերապերի, եթե Աստծո մեզ զատ այլ էյագմը անձնավորությունը խոսի մեզի։ Եվ ինչպես կրնանք մենք գիտնալ դարբերակը, թե ով է խոսողը ինձի հետ։ Գեղեցկագույն օրինակները մեկը այս նյութը հասկանալու համար այս թեփքն է որ գարտացի։ Եվ այսպես պիտի վերնակրեմ այս նյութը անաբադի մենամարդը, կամ անաբադի ջագադամարդը։ Գիտեք, շատ ասկեր եւ ժողովուրդներ ունին մենամարտներ, ջագադամարտներ, որոնք պատմության մեջ արձանագրված են, նաեւ Հիսուս իր կյանքին ընթացքին ուներ եւ թուն եւ ես նաեւ ունենք ջագադամարտեր, մենամարտներ, բայկարներ։ Չորրորդ գլուխն էր, եթե ուշադրություն ունի գարտացի։ Երրորդ գլուխը, եթե գարտանք, գհիշեք ինչ բանի մասին գխոսի երրորդ գլուխը Մատթեոսի, ով գհիշե, այսպես եթե միտքդ կուքա։ Երրորդ գլուխը գխոսի Հիսուս Քրիստոսի մգրդության մասին։ Գտեսնենք, թե Հիսուս եկավ հորթանան եւ տեսավ, թե Հովանես մգրդիչ կմգրդեր շատերը եւ գսե քնած եւ անգե մգրդվեցավ։ Չնայած որ Հովանես ասավ, որ ես պետք է որ քեզ մգրդվիմ, բայց Հիսուս ասավ, ցկե որ արդարությունը գադարվի եւ ինք քնած եւ մգրդվեցավ Հովանես մգրդիչը։ Երբ կգարտանք, որ Հիսուս մգրդվեցավ, երկնքեն հզոր ցայն մեկավ, հոր Աստծո ցայնը, ասիգա է իմ սիրելի որդիս, որու հավնած եմ, անոր մդիկ ըրեք։ Եվ նույն բահուն կտեսնենք Սուրբ Հոգին աղավնագերբ անոր վրա իջավ եւ անոր ուսին վրա գեցավ եւ հանգչեցավ եւ զինք հոգիով լեցուց, օծությունով զինք բադեց։ Գիտեք, եթե գարտանք Գործարակելոց երկրորդ գլուխը կտեսնենք եկեղեցին Պենտեկոստեն, երկրորդ գլխում մեջ։ Իսկ եթե Հիսուս Քրիստոսի Պենտեկոստեն պիտի նայենք, թե ուր է Ավետարանս Մատթեոսի երրորդ գլխում մեջն է։ Իր Պենտեկոստեն հոգին անով վրա հանգչեցավ աղավնագերբ, որովհետեւ տուն եւ ես տեսնենք եւ գիտնանք, թե ամեն անհատ երկրի վրա որ գաբրի այս նյութերեն մարմնի մեջ պետք ունի Սուրբ Հոգին լեցունությանը։ Եվ գիտեք, Սուրբ Հոգիով լեցված Հիսուս, Սուրբ Հոգիով լեցվեցավ։ Հորը քրավագանը confirmation-ը արավ, որ իմ որդիս է։ Գարտանք, որ չորրորդ գլխունը սկիզբը այն ադեն Հիսուս անաբադը դարվեցավ Սուրբ Հոգիեն, որբեսի սատանայեն փորձվի։ Այն ադեն։ Գիտեք, չորրորդ գլխուն առաջին երկու բառերը այսպես կսկսի. այն ադեն։ Որ ադենը? Երբ որ Հիսուս Սուրբ Հոգիով լեցվեցավ, երբ որ աղավնագերբ Սուրբ Հոգին անով վրա հանգչեցավ, երբ ինք օրենքն ու մարգարեությունը գադարեց, հնազանդեցավ, ասավ թող դուր որ արդարությունը գադարվի, չսավ որ ես դարբեր եմ ուրիշներեն, ասավ թող դուր որ արդարությունը գադարվի։ Գիտեք, օրենքը իր արդարություն ուներ եւ Հիսուս եկավ եւ այդ արդարությունը գադարելու եւ երբեք անգե գրնակ չդարձուց։
Անոնամար երբ կտեսնենք Քրիստոսի հնազանդությունը, Սուրբ Հոգին լեցունությունը անոր վրա, կգարտանք թե 4-րդ գլխուն առաջին խոսքը այն ադեն Հիսուս անաբատ տարվեցավ Սուրբ Հոգին այն ադեն բարը մեծ գապ ունի Սուրբ Հոգին հետ նորեն գարտամ ցեզի այն ադեն Հիսուս անաբատը դարվեցավ Սուրբ Հոգին երբ Դեր Հիսուս Քրիստոս մգրդվեցավ եւ Սուրբ Հոգին անով վրա հանգչեցավ այն ադեն զինք արավ անաբատ տարավ այն ադեն գարկնարգը երկու բանի ժամանակի մասին այն ադեն եւ դեղի մասին location ժամանակը եւ դեղը գիտեք սիրելիներ մեծակույն դժվարությունը գունենա հավատացյալը այս երկու դարբերակի մասին երբ է ժամանակը ուր է դեղը գիտեք Սուրբ Հոգին կորձե քու կյանքիդ մեջ եւ իմ կյանքիս մեջ երբ կտեսնե խոսքին ճշմարտությունը քու մեջդ կփնագի երբ խոսքը չգա քու մեջդ ինք չի գրնար քեզ կորձածել այնպես ինչպես կուզե գիտեք մեզ մեջ շատերս երբեմն շատ մբարականեր կբադահի մեր կյանքի մեջ երբ արիտներ գուկա ամիջապես այդ արիտները օգտագործելու աշխատանքի մեջ կլանք գիտես այն որ Սուրբ Հոգիով լեցված է օծությամբ լեցված է արիտները ավելի այն ադենը կսպասե այսինքն դերոջը թայմինգը եւ դերոջը արակելությունը ինչ բանի համար քեզի կանչած է եւ երբ կանչած է ոչ թե արիտները որոնք քեզի գդրվին գահաբշտագես անոնց հապա գգենաս եւ գսես դեր երբ եւ Սուրբ Հոգին կորձ այս է քու եւ իմ կյանքի մեջը այս մեգը դեսնե երբ օծությունով գլեցվիս երբ Սուրբ Հոգիով գլեցվիս այս մեգը գնե եւ գսե գա արավ զինք անաբատ տարավ Քիչ մի հետաքրքրական չէ Երբ մեկը Սուրբ Հոգիով լեցված է օծությունը արած է Եթե քեզ հարցնեմ եթե դու այս հոգևոր ապրումները ունեցար հոգին օծությունը վրատ եկավ դերը քու մասիդ հայտարարությունը ռավ ինչ կնեիր հանգեվերջ Ծառայություն գսեիր ճիշտ ժամանակն է որ ավետարանչական ժողովներն եմ միսիոնարական արշավներն եմ երթամ շատ մի երկիրներ ավետարանը կարոզեմ Գամ հոգևոր ծառայությունը սկսեմ դերևս Ոև մեկ բանգա մտքիդ մեջ կուզես անիգա իրականացնել գսես ճիշտ ժամանակն է Գիտեք սիրելիներ երբ որ այն ադեն գսե գախյալ է Սուրբ Հոգին եւ ոչ թե մեզ մե Մենք ուզենք այն ադենը մեզ մեկ ախյալելա Ուզենք մենք ընենք ժամանակը եւ ծառայությունը մենք որոշենք Իսկ Սուրբ Հոգիով լեցված անձը կսպասե եւ որ Սուրբ Հոգին հանձնված էր այն հոգին որ զինք լեցուց անոր հանձնված էր Տեր Հիսուս զինք անաբատ տարավ Եվ զինք անաբատ տարավ որբեսի այնտեղ ծոմաբահությամբ կենա Սիրելիներ շատ անգամ ինձի այս նույն եւ որ գսերդ է միշտ հարցականներ կան մտքիս մեջ Ծոմաբահությունը երբ կնենք մենք Սուրբ Հոգին լեցվել են վեճ թե Սուրբ Հոգի լեցվել են առաջ Մենք կաղոթենք եւ ծոմաբահություն կնենք որբեսի դերոջ հոգին կա եւ լեցնե մեզի չէ Հիսուս այդ բոլորը ունենալ է այդ քնած անաբատ որբեսի ծոմաբահությունն է Եվ գիտեք հիմնական բանը ինչ էր որ Հիսուս գլսեր հորը ցայնը գլսեր Սուրբ Հոգին ցայնը որ զինք առաջնորդեր Գիտեք Հովանու ավետարանի մեջ ինչ կսե Հիսուս Որտին ինքնիր մե փամը չներ Գերնաս երևակայել Դեր Հիսուս Քրիստոս
գադարյալ Աստված եւ գադարյալ մարդ։ Որդին ինքն իր մեփամը չներ։ Եթե հայրը զինք չսե եւ հայրը զինք չցույց չտա։ Այդ հորթանանի այդ քերին մեջ երբ դերոջ փարքանով հանգեցավ, անիգա գլսեր թե ինչ անեմ, ուր, ինչպես։ Եվ Սուրբ Հոգին ասավ քեզ գդանիմ անաբադ քու հաջորդ գայարանդ անաբադն է։ Գիտեք, անաբադ կնշանակե հոգևոր մեգուսացում առանցնանալ։ Մինչ թուն ամեն երանթով եւ ամեն գրագով լեցված ես ծարայելու եւ ավետարանը կարոզելու կամ ովևէ միշնարի պլանի մեջ լալու դերը քեզ գանչե առանցնության, դերը քեզ գանչե մինագության անաբադի մեջ։ Չեմ կարծեր որ ովևէ մեկերնից պիտի փափակեին անաբադ երթալու։ Եթե ես քեզի երկու ընդրություն դայի, վստահ եմ որ երկրորդ ընդրությունը պիտի առնես քան առաջինը որ անաբադն է։ Ինչ ընդրություն ալնեմ քեզի ասելու որ այստեղ երտաս կամ անաբադ պիտի ես հոս կերտամ։ Անաբադը փափակելի բան չէ, ինչ հող, ավազ, ժայր, փուշ եւ դադասկեզատ բան չկա։ Գարիչներ, օծեր, թունավոր գենթանիներ։ Ով կփափակի անաբադ երթալ։ Իսուս կսե Սուրբ Հոգին անաբադը դարվեցավ։ Գարձես եկավ Սուրբ Հոգին ցերկը բռնեցավ կալեհդս։ Որու որդի Աստծո Հիսուս Քրիստոս արավ եւ զինք անաբադ տարավ։ Գգարտանք սիրելներ որ անաբադի մեջ ինքը ձոմաբահությունով գեցավ։ Ձոմաբահություն արավ։ Գիտեք, երբ այսպիսի երևույթ մը գբադայի քու ցանկիտ մեջ գուզեմ այս մեկը հստակ կերպով հոգևոր ակնոցով դեսնես։ Երբ ցանկիտ մեջ հոգևոր զարթոնք մը գա, երբ ցանկիտ մեջ հոգևոր վերելք մը գա, հաղթություն մը գարցանակրես ագնգալ է ամիջապես փորձությունը։ Ամեն մի էսեր, ամենը լալիկ բանը չէ, այոս է, գլա։ Այո գլա։ Բիդի ըլլա։ Եվ որ հոգևոր վերել կունենաս, ագնգալ է որ փորձության թուրը թագվի։ Իսուս երբ որ անաբադ կնաց, հոն գսե ձոմաբահությունով 40 օր 40 գիշեր ձոմաբահությունով։ Գիտեք, անոր ամիջապես հետևող սատանան եկավ եւ անաբադի մեջ, գիտեք, անաբադը ավելի չարին եւ սատանային բնագավայրն է, հոն նույնիսկ թիվահարներ գերտան անաբադի մեջ, գսելերներու մեջ եւ այնտեղ առանցնության մեջ գաբրին ավելի թիվային բնագավայր կնկատվի անաբադը եւ հոն չարը գսպասեր իրեն եւ սատանան տեսավ որ Հիսուս եկավ։ Այսպես ցերկերը շոյեց եւ ասավ պատրաստեմ քեզի հետ բادرազմելու, պատրաստեմ քեզի հետ մենամարտելու։ Եկավ եւ տեսավ թե Հիսուս ծոմ կբահե։ Ձոմաբահությունը ոչ մեկ բան կփոխեր Հիսուսի կյանքի մեջ, որտեղ ձոմաբահությունը իր կյանքի մեջ հոգևոր զարթոնք է։ Ձոմաբահություն երբ կսեմ անոր հետ անպայմանորեն աղոթքը եւ ձոմաբահությունը անխուսափելի իրականություն են, իրար միացած անխուսափելի ճշմարտություն են։ Չի գնարալ ձոմաբահությունը առանց աղոթքի, երբեք։ Գրնա աղոթք առանց ձոմաբահությանը լալ, բայց ձոմաբահություն առանց աղոթքի անհնար է։ Եվ Իսուս ձոմաբահությամբ կեցած է իր 40 օրյա անաբադի գեցությունը հաղորդակցության մեջ էր հորը հետ։ Գլսեր իրեն։ Հայր իրեն հետ կխոսեր։ Գիտեք, Հիսուսի կյանքին հաջորդ հանգրվանը ինչ էր։ Իր առաքելությունը։ Պիտի սկսեր Աստծո թագավորությունը կարոզել։ Երբ կսե անաբադեն վերադարձավ, ասավ ապաշխարեցեք վասնձի երկնքի թագավորությունը մոտեցած է։ Իր
Արաքելությունը, քարոզչությամբ եւ հրաշներով եւ բժշկությամբ կսկսեր։ Անոր նախորդող հանգրվաններ, հորը հետ կխոսեր, հորը կլսեր, հայրը իրեն պլանը կհայտներ, գսեր սա բաները։ Ինչ հրաշալի հաղորդակցություն Հիսուսի եւ հորը հետ։ Գիտեք, Աստված յուրաքանչյուրիս համար այս որակով հաղորդակցության գանչած է, որ կյանքիդ ամեն մեկ հանգրվանը իրեն այդ հաղորդակցության մեջ լաս, լսես իրեն ինչ կսե, ինչ կուզե որ անես, այն ադենը կուզե որ Սուրբ Հոգին իր իշխանության մեջ լա եւ ոչ թե իմ։ Մի խլերանիգա, ցեք միցքեր այն ադենը գվերապերի Սուրբ Հոգին, ադենը եւ դեղը, ժամանակը եւ դեղը։ Եվ գսե սատանան սպասեց, ինչ փորձեր գուզեր անել որբեսի կա եւ իրեն փորձության մատնե, սա իմ գարձիկս է։ Առաջին օրը, երկրորդ օրը, երրորդ օրը, հինգերորդ օրը, 10-րդը դուրը կոց է։ Դուր չի կապած։ 20-րդ օրը դուր չի կապած։ Գուզե դուրը գտնել որ անգե ներս մտնե, 30-րդ օրը դուր չի կապած։ Երբ արիտ կդավ, ով գրնա եւ որ անոթեցավ 40-րդ օրը անոթեցավ եւ որ անոթեցավ Հիսուս ասավ գիշ ժամանակն է հիմա արիթ ունիմ գիտեք ֆիզիկական արումով գխոսիմ այս բահուն երբ որ անոթեցավ գսե եկավ եւ անորսավ եթե տուն Աստծո որդին ես այս քարերուն հրամայ է ասե որ հացալան ամեն հարցակումներում մեջ, բոլոր փորձություններում մեջ, առաջին բանը, որ սատանան գներ, առաջ որ փորձությունը քեզի հրամցնե, Աստծո ինքնությունը, Աստծո բնությունը, Աստծո հասկացողությունը քո մտքիդ մեջ բղդոր է։ Իր ստրատեգին այս է։ Եթե գահաճողի քեզ համոզել, որ Աստված քո հոգադարդ, քո բժիշկդ, քո ստեղծիչդ, քո աբավենդ լալե թատրած է, բոլոր բادرազմերուն մեջ ինքը հաղթություն ունի եւ թումբարդություն ունես։ Իր նպատակը առաջին երթին Աստծո ինքնությունը բղդորել, բնությունը բղդորել, իր ունեցած անձնավորությունը բղդորել։ Եթե գահաճողի արդեն ամեն բանի մեջ հաճող է ինքը։ Եթե տուն Աստծո որդին ես, ինչս էլ գուզե Այսինքն տուն երկնավոր հորը որդին ես Տուն իրեն մեգախյալ ես Տուն այստեղ ես 40 օրեր անոթի իրեն հետ կհաղորդակցիս Քու հարաբերությունդ իր հետն է Ինքն է քեզ ուղող առաջնում Եթե իրապես ինքն է Այս քարերուն ասե որ հացլա Առաջին փորձությունը որ սատանան գուքա քույրս եւ եղբայրս ուղված է քու մարմնիդ Այս ֆիզիկին Ուդել եւ խմելը նայեցեք Գիրքեր եւ ցանկություններում մասին չէ որ գիհիշե ուդել եւ խմելու մասին գիհիշե Մենք որպես հավատացյալներ քրիստոնյաներ չենք հասկացած այս կարևոր դարբերակը ուդել եւ խմելը Շատ անգամ մեր կյանքի մեջ քույրեր եղբայրներ այն ինչ որ Աստված մեզի դվավ ստեղծեց դվավ մեզի ուտել եւ խմելու նույն ինքը այդ մեկը գրնա քեզ փորձության եւ մահվան եւ մեղքի առաջնորդել Գիտեք գերուխումը այսօր մարդոց նախաբատվություն եղած է Ասեմ ցեզի Շատ մոտ անցյալին անցիմը որ երկար ժամանակ առաջ կուքար եկեղեցի իրենսի
որ չես կարի եկեղեցի, այցելեցի կովասի, չես կարի եկեղեցի, այս ավիշտը կորձս ձանր է, աշխատիմ եւ այլն, օրը շաբաթը 6 օր աշխատիմ եւ այլն եւ այլն։ Սավ հազիվը սավ քիչմը իրգունը ասանք հավաք մը գլա, սավ գերտան քիչմը գուդեն կխմեն կանգստանան գսավ։ Սավ հազիվ անիգա գրնամ գորնել։ Ասի։ Անոր ժամանակ կա։ Ուդելու խմելու սեղաններու շուրջ ըլլալու ժամանակ կա։ Դերոջը սեղանին շուրջ ըլլալու ժամանակ չի գա։ Գերուխումը գիտեք նոյի օրերուն համար ինչ կսե։ Սավ մարտիկ գուդեին գխմեին։ Սոտոմ կոմորի օրերուն մասին ինչ կսե։ Նորե մարտիկ գուդեին գխմեին։ Վերջին օրերու համար ինչ կսե։ Նոյի օրերու նման մարտիկ պիտի ըլլան, որ միայն պիտի ուդեն եւ խմեն։ Առաջին փորձությունը, որ գուղե սատանան մեր մարմնին, եւ գիտեք ամենեն վտանգավոր բանը, որ գրնալալ։ Երբ ինքուքա քեզի, չի մոդենար քեզի, որպես թե այն պատկեր, որ մտքիդ մեջ ունիս, հրեշմը, բարձր գոդոշներով, քույնը սև, թեմքը ահավոր գերբով դքեղ, բարձր թևեր ունի։ Չէ, այս երևույթները պետք է չունի։ Քեզ գուկա։ Գիտեք սուրբիկը ինչ դպավոր, ինչ նկարագրություն գուտա սատանային համար, եթե քեզի կա։ Շատ բարի, ջես ջերմակ։ Գփայլի, հրեշտագի նման գուկա եւ քեզի հետ կխոսի։ Նայեցեք, հրեշտագային առաջարկ է։ Ձեզի ասեմ։ Սատանային հրած հրեշտակային առաջարկ է։ Գիտեք, որպես թե ինքը մտահոգված է Տեր Հիսուս Քրիստոսով։ Քիչ միևս մնաս, պիտի մեռնիս, տուն 40 օր անցնիս, պիտի մեռնիս, ես քեզի համար եմ։ Այս քարերուն ասե որպեսի հացը լան եւ գեր։ Մի գարձեր, որ քեզի գուկա օդար խոսքերով։ Եթե ուզեմ քեզի այսպես հստակ կերպով ասել, սատանային խոսքերուն նկարագրությունը այս է, գրոնական խոսքերով գուկա քեզի։ Չեմ ասեր քրիստոնեական խոսքերով, որտեղ այնինչ որ Աստծո խոսքի մեջ գրված է իմ եւ քու շինության համար է, գուկա գրոնական երևույթ ունեցող։ Գրոնական։ Ինչ է դարբերակը։ Գրոնք եւ քրիստոնեությունը իրար մեջ դարբեր են։ Գրոնքին մեջ գա ամեն տեսակ բաներ, թե աստվածաշունչեն բաներ գա, թե մարդոց մե բաներ կան, որը գաղավաղ է քրիստոնեությունը։ Գրոնական բաներում մեջ կան նաև մարդկային բաներ, որոնք հագասական են ճշմարտության, հագասական աստվածաշունչին։ Եթե տուն Աստծո որդին ես, այս քարերուն ասե որ հացը լա։ Հիսուսի պատասխանեն մենք կհասկանանք, որ Հիսուսը ասավ մարդ միայն հացով չաբրիր։ Նայեցեք, իր մտահոգությունը Տեր Հիսուս Քրիստոսն էր, բայց իր խոսքերում մեջ ճշմարտության խոսքին թեմ եղող գեցված կար։ Աստված ասած էր խոսքի մեջ, որ մարդ միայն հացով չաբրիր։ Հաբա ամեն խոսքով, որ Աստծո բերնեն գել է, ինք եկավ եւ այս ճշմարտության թեմ զիջումներով, թիվային խորհուրդներ տնելով, ես չեմ ուզեր որ տուն մեռնիս, չեմ ուզեր որ տուն դգարանաս մահամերձ վիճակի մեջինաս հաց վերած է այս քարերը եւ գեր։ Գիտեք, չարին խոսքի մեջ զիջում կա։ Ասիգա մի մորնակ, ասոր դագը կձեցեք։ Երբ կտեսնեք գրոնական երևույթով գուկա քեզի, եւ դու սկսես նայելու, որ այս եկած առաջարկը, այս եկած հրավերը գրոնական երևույթ ունի, ուրգե պիտի գիտնան, որ այն Սուրբ Հոգին է, Աստծո ղրկված հրեշտակ է, թե չարն է։ Նույն երևույթն են, երկուքն ջերմակ են, երկուքն լուսավոր էակներ են։ Երբ կտեսնես, որ իր առաջարկին մեջ
զիջում գա Աստվածաշունչի հիմնական ճշմարտութեն են գիծիր որ անիգա չարեն է մի համոզվիր որ բարի բան է Ուրգե գրնասած տարբերությունը գիտնալ Եթե միայն Աստծո խոսքեն դերյակ ես Գիտեք ինչու համար մեր ասկին մեջ գտնվող շատ մեր սիրելիները, որոնք այսպես ասած քրիստոնյա համարվին եւ քրիստոնյա նկատեն իրենք եւ ամեն մեկ երևույթ եւ ամեն մեկ պատկերացում եւ ամեն մեկ նկարագրություն, որ իրենց կհանդիպի երազներ, դեսիկներ, ամիջապես գենթարգվին, ամիջապես վերակրեն թե դերոճմեն է Գիտեք ինչու համար որովհետեւ խոսքեն դերյակ չեն Չեն գիտեր որ սատանան այս երևույթով իր ստրատեգին այս է չի կարող at ահավոր սև երևույթով դքեր էագի միջոցով գուկա հրեշտակի միջոցով գուկա երազիտ մեջը գուզեք ու մարմինը դիրեն ենթարկել անորոմար եկավ եւ սիրելիս նայեցեք այսպես ասեմ որ երկրորդ կետին անցնեմ ամեն անգամ որ չարը գուկա եւ քեզի փամը գսե եւ դու գտեսնես որ անոր մեջ բենեֆիտը մարմինը դե գիծիր որ անիգա դերոջ մենջ է հացկեր որը գոկտվի եթե հաց ուտեսնե մարմինդ միան հացով չի կար զվարճություններով գուկա հաջույքներով գուկա ամեն տեսակ բիղծ գիրքերով եւ ցանկություններով գուկա որբեսի ինչն է քեզի իրավասություն գսե այս մարմինը բնական մարմինը գարիկներ ունի պետքեր ունի անոնք հակեցնելը ոչ մեկ գերբով սխալ է քու մարմինի բնական փափակն է, փախցանքն է եւ անիկա գուկա քեզ գհրամցն է միշտ Աստծո խոսքը հստակ կերպով քեզի ցույց տված է ինչ բաննես մարմնի դուությամբ եւ ինչ բան չնես մարմնի դուությամբ Սատանան գխոսի ինչպես Աստված գխոսի Չարը գուկա եւ քեզ գխոսի ինչպես Աստված գխոսի Եվ երկրորդ բանը որ գարտանք կտեսնենք որ զինք արավ գսե եւ զինք Երուսաղեմ դարավ եւ դաջարը աշտանագին վրա հանեց եւ իրեն ասա որ ինքզինքդ ասկե վարցկե վասնձի քրված է որ իր հրեշտակները բիդի ղրգե որբեսի քեզ վերցնեն եւ ոդկը տեղը չզարնե Ինչ կգարձեք այս երկրորդ փորձության մեջ Չարը գուզե փորձել Հիսուս Քրիստոսը Գիտեք որ Հիսուս քիչ առաջ հորտանանի մեջ Սուրբ Հոգիով լեցված էր եկավ 40 օր հորը հետ հայրը իրեն բոլոր ընելիք պլանները տվավ այնպես ինչպես որ պետք է ինքը սկսեր իր առաքելությունը ուրգե պետք է սկսեր ինչպես պիտի շարունակեր աշակերտներ ընտրեր մեգիկ եւ անոնց սկսեր մարզելու եւ ավետարանը քարոզելու ամեն բան հայրը Սուրբ Հոգի միջոցով Հիսուս Քրիստոսի արչեւը տրած էր դերը գիտեր ինչ պիտեներ Հիսուս եւ գիտեր թե անիգա իր առաքելությունն է որպես որդի մարդու հայտնվելու սատանան ասավ ես քեզի նայեցեք անգլերեն գսեն shortcut ճամփամունիմ գարջ եւ գդրուկ Տուն գուզես որ աշխարհը ջանչնա որ տուն որդին Աստծոց եկած ես մարդոց բրգությունը անելու ես քեզի ցույց կտամ ելիր այս աշտարակին վրա քեզ հանեցի մեկ հատ ինքզինքդ վարն է դե Երբ որ գնեդես բնականորեն ինչ պիտի լա մարդ պիտի նա եւ քեդինը զառնվի եւ մեռնի չէ Գրված է որ իր հեշտակները պիտի ղրգե որբեսի քան եւ քեզ ինչն են վերցնեն որբեսի ոդկդ քեդին չզառնե Գիտեք այդ համարը որ հիշված է որ երբ որ դու վար գինաս եւ հրեշտակներ գուքան եւ քեզ գկրգեն չէ ասած որ ինքզինքդ ցկե ասած է որ եթե ինաս
Երբ որ ինաս դերը իր հրեշտակները պիտի ղրգե եւ քեզ պիտի վերցնե ոչ թե ինքզինքը վարձը քեզ սա ինչ է գիտեք երկրորդ փորձությունը ուղղված է մարդուն ունեցած անձնավորության վրա փառքին վրա եսին վրա իր անձնագետրոնությանը վրա այն մտավոր աշխարհը որուն մեջ մեր զգացումները հզոր գերբով գործեն Հիսուսի համար սիրելներ Աստծո աշխարհի հայտնվելը գախյալ չէր որբեսի ինքը ինքզինքը վերեն վարձկե գիտեք այս մեկը մեզի որքան կարևոր տասմը գսորվեցն է մի փնդրեր այնինչ որ Աստված քեզի դված է եւ պիտի դա քու մարդկային միջոցներով եւ քու մարդկային գերբերով ցեցկելու եւ գիտեք այն գերբը որ սատանան գարաչարկե քեզ չբարձրացներ գիտեք ինչու համար գսեմ որտեվ ինքզինքը հանեց աշտարակին վրա եւ ըսավ ինքզինքը վարձկե քեզ ասեմ այն բոլոր առաջարկները այն բոլոր փսփսուկները այն բոլոր խոսքերը որ չարը գուքա եւ գսկսի խոսելու քու անցդ մեծնելու ուղությամբ քու անցդ բարձրացնելու քեզ հանգամանք բադիվ քիրք տալու ուղությամբ քեզ մեկ բան կնեն անոնք վարգծկեն գիտեք ինչու համար որտեվ Աստված գիտե արդարներուն եղջյուրը բարձրացնելը Աստված գիտե ինչպես քեզ պիտի բարձրացնե Տերևս դու գսես ես ամեն դեսա կարողությունն եմ ես այս բարգևին դերն եմ եւ եկեղեցի մեջ այս մարզը գա ինչու համար ես չեմ գանչված այդ մարզի մեջ գործելու քույրս եղբայրս քեզի մեկ բան ասեմ Աստված քու եղջյուրդ կբարձրացնե երբ որ դու կգանքնես իր ներկայության մեջ եւ գլսես գիտնալու համար այն ադենը այն ադենը Կարոզը բոլորը եթե մորնաս այն ադենը մի մորնար որ գախյալ է ժամանակի համար եւ գախյալ է առաքելության համար այն ինչ որ Աստված կուզե որոնես ժամանակը եւ ընելիքդ մենք կսիրենք նայեցեք մենք կսիրենք անունից բարձրլա անուն վաստգիլը մեր փնության շատ մոդ է Մարդոց մեջ փոփուլը լալը մեր նախաբադվությունն է մեր այս մարմինի մեջ գտնվող շունչը որ միտքը սկացումը գամքը գդիրե ասոնք կսիրեն այս մեկը այս բոլորը մեծակույն տշնամին են Աստծո տակավորության Աստված չի գնար գործել գիտեք մեր բادرազմը մեր մենամարտը բարդությամբ կավարտի Եթե մենք ելենք այդ աշտանագին վրա եւ մենք մեզի վարձկենք ինչ պիտի լա հրեշտակները պիտի կան խոստումին համաձայն մեզ պիտի բռնեն չէ Երբ որ իրեն բռնեին Հիսուսին բռնեին ինչ պիտի լար ժողովուրդը որ հոնգեցած է ժողովուրդ որ այնտեղ է պիտի ասեին վաու այս է Մեսիան այս է Քրիստոսը Աստծո որդին այս է ուղարկված Մեսիան որ մարգարեները խոսեցան Եվ ինչ պիտի լար այն ինչ որ Աստված պիտի հայտներ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իր առաքելության ընդմեջեն պիտի հայտնվեր շոյիմը միջոցով շոյերու դերմի տառնար մերժե ամեն ինչ որ քու անցդ փարավորելու երևույթները գուտան քեզի մերժե թույլ դուր Աստված քու եղջյուրդ բարձրացնե Աստված կբարձրացնե Սատանան գխոսի գիտե մարմինիդ ուղղությամբ որտեղ գիտե մարմինդ որքան փափակներ ունի գուզե բարի կնել եւ անոնց հակեցնել շունչդ գուզե բարի կնել որպես թե քեզ ինքը բարձրացնե առանց գիտնալու որ տուն որ առանց գիտնալու որ անիկա քեզ վարգացե ուրիշ բան չներ
Եվ երրորդ կգարտանք, որ զինք արավ եւ բարձր լերան վրա հանեց, կսե աշխարհի բոլոր հարստությունը, թակավորությունները, փառքը ամեն բան ցույց։ Եվ գիտեք հետաքրքրականը ինչ է, Ղուկասի մեջ կսե ասոնք բոլորը քեզի գուտամ վասնզի ինձի դրված են, ինձի հանձնված են։ Լիսրած է։ Ասոնք բոլորը քեզի գուտամ։ Երրորդ բանը, որ գհրամցնե դրամա։ Գիտե, լավ գիտե։ Ամենքս որ հոսենք, բոլորանոնք որոնք մեզի կհետևին։ Դոգոսը չեմ գիտեր, բայց կսիրենք դրամա։ Չեմ գիտեր դոգոսը որքան է։ Հույսս այն է, որ դոգոսը այնքան ցածր լա, որ Աստված ավելի լա։ Բայց գիտե չարը, որ մարդը կսիրե դրամա։ Եվ գիտեք, ահավոր, ամենեն ահավոր փորձությունը գհրամցնե դրամի միջոցով։ Երբ որ աշխարհը եւ անոր թակավորությունը եւ անոր հարստությունը խոստացավ, գիշեք ինչ առաջարկեց Հիսուսեն։ Thank you Մարալքուր։ Ասավ եթե ինձի երկրբակությունն ես, ինչ կնշանակի երկրբակությունն էլ։ Կնշանակի որ զինք կբաշտես եւ զինք կգոչես եւ զինքը կհայտարարես քու Աստվածդ։ Գիտեք այս օրերում մեջ սատանային մեծակույն ասենք թագարթը որ գլարե, գերը որ մարդոց կհրամցնե, դրաման է։ Բոլոր մեղքերուն, անօրենություններուն, հանցանքներուն արմադը գսե արձածսիրությունն է։ Տրամասիրությունը ամեն բան գրնա գործանել կյանքիդ մեջ։ Եվ ասավ այս բոլորը քեզի գուտամ եթե ինձի երկրբակությունն ես։ Գիտեք այս օրերուն այս սկզբունքին հետևող ժողովուրդներուն թիվը որչավ է։ Գրնամսել քեզի հստակ հանկիստ խղճով աշխարհի մեջ գտնվող մեծամասնությունը այս սկզբունքին կհետևի։ Գիտես որ մարդիկ տրամի համար, համբավի համար իրենց հոգին ծախած են սատանային։ Գիտես որ նույնիսկ այնպիսի մեծ սելեբրիտիներ, մեծ, այսինքն նշանավոր, մեծ չսեմ, ինձ համար մեծ չեն, նշանավոր են աշխարհի մեջ։ Բիոնսեի պես, Լեյդի Գագայի պես, եւ շարքը շատ են, որոնք վկայություններ ունին, գսեն որ մենք մեր հոգին ծախեցինք։ Եվ հիմա անոր համար multi-millionaire են, maybe billionaire են, որտեւ երբ որ սատանան իրենց ասավ, նայեց ասավ որ ինչ որ Հիսուսին հրամցուց եկավ իրենց ասավ, այս բոլորը քեզի գուտամ, ասոնք բոլորը քեզի գուտամ, եթե ինձի երկրբակությունն ես, անոնք ասին այո մենք երկրբակություն կնենք քեզ։ Երբ որ երկրբակություններին ծախեցին իրենց հոգին։ Սատանային երրորդ փորձությունը քո հոգիդ վրան է, որբեսի քո հոգիդ իր սեփականությունը անե։ Ինք ուրախ կլա միայն այն ադեն, երբ որ դու իրը գլաս։ Հիմա քեզ մեն եղված է։ Հիմա քեզի զզվանքով գնայի։ Երբեք չսիրեր քեզի։ Գադե քեզի։ Ինչու գիտեք, որտեղ դու Քրիստոսի կպատկանես։ Քո սեփականությունը Քրիստոսի մեջն է։ Անորոմար քեզ գադե եւ քեզ չսիրեր։ Գսիրե այն ադեն, երբ որ իրեն քով գուկաս։ Երբ որ իր քով գուկաս, քեզ կգերագրե։ Մարմնիդ բոլոր գարիկները գլեցնե, գսե ամենը իմ քովս է։ Ասա մեկը դալ ուսին գզարնե գսե անդի արաբերեն։ Գիտակ։ Քովս է գսե։ Քու բոլոր ֆիզիկական գարիկները ես գլեցնեմ։ Ինչ են գախորժիս։ Ուդելեն։ Ահա քեզիս խմել գսիրես։ Կինովնալ գսիրես, անալ գուդամ քեզի։ Հաջուկներ գսիրես։ Քովս շատ կա, եգուր քեզի ադրեսները գրգեմ, երթաս։ Ամեն բան գուդա քեզի։ Մարմինդ հակեցնող ամեն բան գուդա։ Եվ նաև երկրորդ
քու փառքդ կշտացնող, քու անձնավորությունդ, ինքնահավանությունդ, հբարդությունդ գերագրող ամեն բան քեզ գուտա։ Ամեն բան։ Քեզի ծևեր եւ միջոցներ գսորվեցնե, որոնք քեզ բարձրացնելու փոխարեն վարգեցկեն եւ դու չես անդրադառնար։ Գգարձես, որ այս գերբը եւ ծևը որ բռնած ես եւ այս գերբը եւ ծևը որ թեկրած ես, քեզ պիտի բարձրացնե։ Նայեցեք սիրելներ, աշխարհի բարձրացումը մեկ կողմ, Աստծո բարձրացումը երկրորդ կողմը։ Աստված խոնարհներուն շնորհ կուտա։ Հբարտներուն եւ անփարդավաններուն հագարակ է։ Ասեմ քեզի։ Մի ընդրեր, մի փնդրեր գարչ եւ ամիջական բարձրացումը, որ չարը քուկա եւ քու ագանչիտ կխոսի։ Ես քեզի կբարձրացնեմ։ Ինքզինքդ աշտանագեն վարնեդ է։ Եվ երրորդ թույլ մի դար, որ այն ցայները, որոնք կան, չարը գսե քեզի, այս աշխարհը եւ հարստությունը քեզի գուտամ։ Գխոստանամ քեզի, որ 5 տարի են դու միլիոներ լաս։ Քեզի հարստացնեմ։ Ամեն մարդու այս խոսքը ունի։ Ասեմ քեզի, ամեն մարդու։ Ինչպես կհարստացնեք, գիտես, իր սկզբունքներուն պիտի դեվես։ Եթե քու ցերկերդ արդարությունով լվաս, անմեղությունով լվաս, եթե լեզուդ ճշմարտությունը խոսի, ադիգա չէ իր առաջարկը զարդուղի հարստությունն է։ Աստված օրհնություն ունի, հարստություն ունի իր ժողովրդին։ Աստծո հուսացողը Աստված գործն է եւ ինքը դե որու գործն է կհարստացնե։ Ինքը դե Խոսմգա որ եկեղեցիներ ամեն եկեղեցիները շատ մի եկեղեցիներ գորտեկրեն ասելով որ հավատացյալը ամեն հավատացյալ պետք է հարուստ լա։ Սխալ է հասկացողությունը։ Չիգա սուրբկիկի մեջ խոստումը նոր գդագարանի մեջ։ Չեմ խոսի 5 դագարանին, 5 դագարանը Աստված ժողովրդի հետ դիլ գներ։ Նոր գդագարանի եկեղեցին հետ դիլ գներ։ Աստծո խոստումը նոր գդագարանի մեջ գիտեք ինչ է։ Եվ իմ Աստվածս ծեր բոլոր բիդույքները պիտի լեցնե իր ջոխությանը չափով։ Ինչ է պետքդ, ինչ է գարիքդ, պիտի լեցնե իր ջոխությանը չափով։ Այս է խոստումը։ Սատանային խոստումը ինչ է, ես քեզ կհարստացնեմ, քո Աստվածը չի գնար քեզ հարստացնել, ես քեզ կհարստացնեմ, 1-2 մեթոդ ունիմ քեզ սորվեցնեմ, անոնց հետևիր, շուտով կհարստանաս։ Ոչ թույլ դուր մարմնիդ, որբեսի չարին խոսքերը, չարին առաջարկները հրաբուրեն քեզ։ Նայեցեք սիրելներ, գգարձեք, որ Հիսուս որպես մարդ, որպես անձ ֆիզիկական գարիքներ չուներ։ Գիտեք, շատեր կգարձեն, որ Հիսուս զուրգ էր այն ֆիզիկական գարիքներեն, այն սերային գարիքներեն, որ դու եւ ես ունենք։ Երբեք ամեն ապրում եւ սկացում, որ դու ունիս ինքնալ ուներ։ Գիտեք ինչպես կրծավ հաղթահարել։ Հատվածին սկիզբը քնած ծոմաբահություն անելով։ Գիտեք ծոմաբահությունը ինչ է։ Աղոթքին հետ ծոմաբահությունը ինչ է։ Ասեմ քեզ։ Քու մարմնիդ իրավասությունը, ղեգը, մարմինը ղեգ ունի։ Կսե որ ես ասի գուզեմ, ասի կփապակիմ, ասի գարաչարգեմ, ասի գխնդրեմ, ասի գուզեմ որ լա։ Այդ ղեգը գառնե իր ցերքեն եւ սուրբոքին ցերքը գուտա։ Այն ադենը սուրբոքին ցերքը գլա։ Քու փարքի փապակներդ, մեզնալու առաջարկներդ, մարմաչներդ գառնե եւ դերոջը գուտա գսե այն ադեն։ Դերը ինքը գիտե բարձրացնելը։ Հարստանալու, շատ մփաներու դեր թարնալու այդ մարմաչը, այդ փապակը գառնե սուրբոքին ցերքը գուտա գսե այն ադեն։ Ժամանակը եւ անելիքը իր ցերքը։
ինքը գգշտացնե քեզի, ինքը գբարձրացնե քեզի եւ ինքը գլեցնե քու գարիկներդ իր ջոխությանը չափով։ Քիծեր ով գխոսի քեզի հետ։ Նայեցեք, ասեմ քեզի, եթե Սուրբ Հոգիով լեցված ես, Սուրբ Հոգին լեցունություն ունիս, այդ գրագով լեցված ես, քեզի ասեմ, ամիջապես Հիսուսին պես, Հիսուսի նման, բիդի գիտնաս թե քեզի եկողը չարն է եւ ամիջապես պիտես որ քրված է թե քու Տեր Աստվածդ երկրբակես, քրված է թե քու Տեր Աստվածդ չփորձես, ամիջապես։ Եթե հոգիով լեցված ես, խոսքովը իրեն իդ ամիջապես պատասխան կտաս եւ ինչ կնե ամիջապես կցկե երթա։ Իսկ եթե հոգիով չես լեցված, ովևէ մեկը գա որ գսե որ ես դակավին հոգիով չեմ լեցված։ Քեզի մեկ բան ասեմ։ Քնա եւ խոսքին հետ սկսիր ամեն առաջարկ որ գուկա խոսքին հետ բախտադե։ Եթե դժվարությունն ես հասկանալու, խնդրեմ զանգե։ Գուկամ կովդ եւ քեզի կօգնեմ։ Երբ որ մեկ հատ գզանկես գուկամ կովդ։ Որբեսի գիտնաս որ ինչ որ գարաչարգվի քեզի անիգա դերոճմեն է թե չարեն է։ Շատ մոտ կրնանը լալ, շատ նման կրնանը լալ։ Մեկը գրոնական երևույթ, մեկը աստվածաշնչական երևույթ, շատ կրնան նմանը լալ, բայց մեծ դարբերություն ունին։ Եվ գիտեք, ամենեն զիս հանգստացնող, satisfy-նող բանը ինչ էր, այս հատված երբ որ գարտացի։ Հիսուս այս բոլորը անցուց մենամարտ պատերանց գար։ Երբ որ սատանան տեսավ որ լալիքը չի գա, կսեցկեց գնաց։ Անգե վերջ ինչ եղավ, ով գիշե։ Հրեշտակները եկան եւ ինչ ըրին։ Ինչ կգարձեք սպասավորությունը լա։ Առաջին բանը միտքես անցավսի համով հոդով ջաշմը բերին Հիսուսին։ Աստված գիտե գերագրել է քեզի։ Քույրս եղբայրս Աստված գիտե ինչպես պիտի գերագրե։ Պայման չէ քարերը հացնես, նույնիսկ եթե իշխանություն ունենաս։ Եվ գիտես որ անիգա չարեն է։ Աստված գիտե ինչպես քեզի սեղանը կպատրաստեսի մարչևս։ Տշնամիներուս դիմաց սատանան հերույեն գտեսներ որ ինչ համով սեղանը պատրաստված էր, հրեշտակները պատրաստած էր, հերույեն գնայր գջայթեր։ Չգրցավ համոզել որ քարը հացն է, հրեշտակները համով սեղանը պատրաստեցին, Հիսուս նստավ համովով գերավ եւ իր առաքելության գնաց։ Չես մորցված, քույրս եւ եղբայրս։ Չես մորցված, Աստծո հրեշտակները քեզ սպասարկելու պատրաստ են։ Միայն գեցիր Աստծո առջևս է ով դեր այն ադենը գուզեմ որ քու ցերկը դլա։ Տերևս հիմա քու ցերկը դա այն ադենը։ Ասե ով դեր զանիգա քեզ գուդամ։ Այն ադենը գրնաս հանցնել երբ որ հոգիով գլեցվիս։ Գեցիր Աստծո առջև ամեն օր աղոթքի Գիտեք մենք ամեն չորեքշաբթի ձոմաբահություն հայտարարած ենք։ Չեմ գիտեր ցեզ մե ովքեր հավատարմությամբ կնեն։ Գուզեմ վերահիշեցնել։ Չորեքշաբթի օրերը նոր կյանքի ձոմաբահության օրն է, աղոթքով ձոմաբահությամբ։ Ձոմաբահությունը այն ժամանակն է, ուրթուն երբ ուդել խմելում ժամանակ կդրամատրես, այդ ժամը Աստծո դրամատրես։ Եվ մարմնիտս ես որ you are not in control։ Ձոմաբահությունը գտարնա մարմիտ կսե որ շարապ զիպտ կաշե որ չաբալ ուզես ջաշ բիչի դամ քեզի I'm the ruler ես եմ ղեկավարողը մարմնիս վրա դու չես Չորեքշաբթի գիտեմ որ ոմանք ուրբաթալ գնեն դեր օրհն է դերը շատ օրհն է քույրեր եղբայրներ Աստծո գողքին չարնալ գխոսի եւ չարնալ գուկա իր խաղապարներով խորհուրդներով գիծիր ինչպես պիտի դարբերակը տնես Ամեն Հալելույա դեր օրհն է Փամա արին այսօր քույրեր եղբայրներ Հալելույա դեր օրհն է բոլորդ եւ Աստծո շնորհքը միշտ ցեզի հետ